Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր ապրիլի 7-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Ես պետք է ասեմ, որ այսօր նորից մենք կանդրադառնանք Միացյալ Նահանգներ Իրան հարաբերություններին, այս կոնֆլիկտին։ Իրոք լուրջ զարգացումներ են գնում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամփի հայտարարությունները հետևող իրար հետևից հետևող իրոք առաջացնում են հազար մի հարց ու ակնհայտ երևում է, որ ինքը շատ նյարդացած է, որ բարդ է գնում process-ը Իրանի դեմ, միգուցե ինքը մտածում էր, որ շատ արագ կլուծեն ու ասում էր դրա մասին, երբ որ փետրվարի 28-ին սկսվեցին ռազմական գործողությունը Իսրայելի ու Միացյալ Նահանգների Իրանի դեմ, այն ժամանակ իրանք մտածում էին, որ մի շաբաթում կլուծեն, հետո հետաձգեցին 2 շաբաթ, հետո 4 շաբաթ ու մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները խորանում են այս պատերազմի մեջ, նյարդացած արձագանքում է Դոնալդ Տրամփը, շատ ու շատ տարբեր հայտարարություններ է անում, ինչը միանշանակ լարվածությունը մտցնում է ամբողջ աշխարհում, քանի որ Միացյալ Նահանգները այն երկիրն էին, որ միշտ ապահովում էին տարբեր տարածաշրջաններում աշխարհի կայունություն։ Հիմա Դոնալդ Տրամփի քաղաքականությունը բավական էմոցիոնալ, բավական անսպասելի, հաճախ ոչ տրամաբանված քաղաքականություն է, ու մենք բարդ իրավիճակ ունենք, բայց անպայման այսօր կխոսենք Դոնալդ Տրամփի վերջի ժամանակվա մեծ թվով արված հայտարարությունների մասին, քանի որ նոր տարեր այնտեղ կան, որոնք զարմանք են առաջացնում։ Նաև Իրանի պատասխանների մասին պարզվում է, որ Իրանը պոտենցիալ ունի, պահպանեց մի մասը իր պոտենցիալի, չնայած որ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները ռմբակոծում են ամեն օր ու հզոր հարվածներ են հասցնում, հակահարվածներ տալիս է, արդյունքները այդ հակահարվածների երևում են, ուրեմն անպայման, քանի որ խորացումը այդ պատերազմի տալիս է բացասական հետևանքներ նաև հարավային Կովկասի ուղղությամբ, նաև մեզ համար հուզող հարցերին տալիս է բացասական պատասխաններ, ու հասկանալի է Միացյալ Նահանգները խորացած են Իրանի հարցի մեջ ու պարզ է, որ ժամանակ էլ չունեն հիմա մտածելու TRIP ծրագրի մասին, ինչը անչափ կարևոր է Հայաստանի համար TRIP ծրագիրը սկսել իրականացնել։ Մյուս կողմից բարդ ընթացող process-ը շանս չի տալիս Միացյալ Նահանգներին կենտրոնանալ այլ ծրագրերի վրա, օրինակ Հայաստան-Միացյալ Նահանգներ ծրագրերի վրա։ Բացի դրանից անպայման ես այսօր կխոսեմ կներեք Ադրբեջանի նախագահի այցելության մասին Վրաստան, այդ այցելությունը ուշագրավ էր, մի շարք հայտարարություններ արվեցին ու Իլհամ Ալիևի բացի Վրաստանի վարչապետ, Վրաստանի նախագահ նաև հանդիպեց պարոն Իվանիշվիլիի հետ։ Այդ շատ հետաքրքիր է, ես չեմ լսել, որ Իվանիշվիլին վերջի ժամանակներս ինչ-որ պետությունների ղեկավարների հետ հանդիպեր։ Լուկաշենկոն հապկի հետ կապված Բելարուսի նախագահան հապկի հետ կապված շատ ուշագրավ հայտարարություն արեց Հայաստանի կոնտեքստով, երկաթգծերի հետ կապված Ռուսաստանի կոնցեսիայի զարգացումները շարունակվում են, հայտարարությունները Ղազախստանի կողմից արվեցին, ուրեմն այսօր էլ ունենք քննարկելու հարցեր։ Պնդում են, որ այսօր զարգացումները Հայաստանի շուրջ, հարավային Կովկասի շուրջ, Իրանի շուրջ շոշափում են Հայաստանի սուվերենությունը, մեր անվտանգությունը, դա է պատճառը, որ այդ թեմաները մեր կենտրոնում կլինեն։ Հիմա, մինչև սկսելը մեր հաղորդումը, ես խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, դուք գիտեք ինչքան դա կարևոր է, որ մեր YouTube-յան ալիքը ակտիվ աշխատի։ Մենք օբյեկտիվ ինֆորմացիա ձեզ տալիս ենք, մենք վերլուծում ենք, ուսումնասիրում ենք, նոր ներկայացնում ենք ձեզ ինֆորմացիան, ու ամենակարևորը մենք անաչառ ենք, մենք չկանք, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքը չկա, չի ներգրավված ներքին քաղաքական process-ների, ընտրական process-ների, ուրեմն մենք օբյեկտիվ ենք, կարող ենք ներկայացնել մեր կարծիքը անաչառ։ Միջև սկիզբը նաև ուզում եմ շնորհավորել մեր սպորտսմեններին,
մարզիկներին։ Մեր գիմնաստները մեծ հաջողությունների հասան Եգիպտոսում, որտեղ անցնում է աշխարհի գավաթը։ Այնտեղ մենք նվաճեցինք 2 ոսկե մեդալ, 1 արծաթե։ Ոսկե մեդալ նվաճեց Արթուր Դավթյանը եւ ստացավ Համլետ Մանուկյանը։ Արծաթե մեդալ Արթուր Ավետիսյանը։ Մեծ հաջողություն է մեր գիմնաստների։ Այո, բարձր են պահում մեր սպորտսմենները տարբեր սպորտաձևերի, բարձր են պահում հայ ժողովրդի պատիվը, մեր պետության պատիվը։ Հիմա Դոնալդ Տրամփ։ Գիտեք, հայտարարությունները Դոնալդ Տրամփի իրոք տարօրինակ տպավորություն են թողնում։ Օրինակ, Դոնալդ Տրամփը 2 օր առաջ զգուշացրեց Իրանին, որ եթե Հորմուզի նեղուցը ինքը չբացի, դժոխք կլինի այդ Իրանի համար։ Ու ինքը ուղակի վերջի բարերով, այդ կրկնել ուղակի ամոթ է, սպառնացել է Իրանին։ Իրանը իրոք պարզվեց կարողանում է դիմադրել, պարզվեց Իրանը պատրաստվեց այդ պատերազմի, որը սկսեցին Իսրայելը եւ Միացյալ Նահանգները Իրանի դեմ, ու հիմա նյարդացած է Դոնալդ Տրամփը, որը համոզված էր, որ հեշտ կանցնի այդ օպերացիան ռազմական, հիմա բարդություններ են, պատկերացնում եք այն օդաչուին, ում փրկեցին ամերիկացիք, կարողացան հանել Իրանի տարածքից, հիշում եք F-15 խոցած Իրանի հակաօդային համակարգով, որը կործանվեց հենց Իրանի տարածքում, մեկ օդաչուին արագ հանեցին դուրս Իրանից ամերիկացիք, երկրորդին երկար ման էին գալիս ու կարողացան հանել, բայց այս օպերացիայի մեջ ներգրաված էին Դոնալդ Տրամփը ասում է մոտ 155 ինքնաթիռներ ու այդ օպերացիան հաջողությամբ պսակվեց, իրանք փրկեցին իրանց օդաչուին, բայց այս օպերացիայի ժամանակ բախումներ Իրանի զորքերի հետ, հակաօդային համակարգերի հետ բերեցին նրան, որ 10 Միացյալ Նահանգների ինքնաթիռներ կործանվեց ու ամերիկացիք դա հաստատեցին, որ այդքան ինքնաթիռներ կորցրեցին։ Ինչ եմ ուզում ասել, պարզվեց Իրանը բավական ուժեղ պատրաստվել է, այդպես չի, որ ավարտվեցին Իրանի հրթիռները կամ ԱԹՍ-ները։ Միաժամանակ Դոնալդ Տրամփը արեց հայտարարություն բավական տարօրինակ, ինքը ասեց, որ մենք Իրանի ընդդիմադիրներին տվեցինք զենք, որը ընկավ սխալ ձեռքերը, այդ զենքը չաշխատեց։ То есть մենք տվեցինք զենք, որ հեղաշրջում ներսից իրանք անեն, ռազմական պայքար տանեն ռեժիմի դեմ։ Գիտեք, այս ձևի հայտարարությունները ծանր տպավորություն են թողնում, նույնիսկ եթե այս ձևի օպերացիաներ փակ արվում են, դրանց մասին չեն խոսում, ստացվում է, որ գործող իշխանությունների դեմ իրանք ներսում ընդդիմադիրներին տալիս են զենք, որ իրանք իրանց կառավարության դեմ պայքարել, ինչքան էլ այս ռեժիմը Իրանի դուր չկա ամերիկացիներին կամ մեզ կամ այլ մարդկանց։ Տրամփը միաժամանակ հայտարարեց, որ ինքը ուզում է ավարտել պատերազմը, բայց չի ավարտում, քանի որ ինքը ուզում է վերահսկել Իրանի նավթը։ Այն փաստը, որ չեն կարող ամերիկացիք միայնակ բացել Հորմուզի նեղուցը, ցույց է տալիս, որ վերահսկության տակ վերցնել Իրանի նավթը իրոք բարդ կլինի։ Հիմա դու գիտեք, որ Պակիստանը, Թուրքիան եւ Եգիպտոսը միջնորդի դերում են։ Իրանք ուզում են օգտակար լինել, օգնեն, որ դադարեցվեն այդ պատերազմական գործողությունները։ Ու իրանք առաջարկություն արեցին Իրանին եւ Ամերիկային 45 օրյա զինադադար հաստատել, իրանցիք մերժեցին։ Իրանցիների առաջարկությունները շատ պարզ են, իրանք ասում են դադարեցնում ենք պատերազմական գործողություններ ու առանց ոչ մի ժամկետների, դադարեցնում ենք եւ վերջ, ու երկրորդը ասեցին պետք է սանկցիաները հանեք, պետք է փոխհատուցում տակ այդ քանդեցիկ երկրի կեսը, ուրեմն բարդ կլինի խաղաղության հասնել, իրանք վստահ են, որ
կշարունակեն այդ պայքարը էֆեկտիվ ամերիկացիների դեմ մի քիչ ավելի ուշ ես կասեմ միայն վերջի 2 օրվա մեջ ինչ հակառվածներ տվեցին ամերիկացիք հիմա Թրամփը միաժամանակ սպառնալիքներով խոսեց իրանցիների դեմ միաժամանակ ասեց որ շատ լավ կրվող մարդիկ են իրանց զինվորականները պինդ են պայքարող են բայց մեր թշնամիներն են հիմա Թրամփը միաժամանակ բացի Իրանից 3 չարաչորը խոսեց նրա մասին որ Վենեսուելան ինքը կարող է կառավարել ժողովուրդը այնտեղ իրան սիրում է ինքը կընտրվի նախագահ ու միաժամանակ կառավարի Վենեսուելայով ինքը բողոքեց Ավստրալիայից Հարավային Կորեայից եւ Ճապոնիայից Ամերիկայի դաշնակիցներն են իրանք Ասիայում ինքը այս երկրներից բողոքեց ասեց իրանք մեզ դավաճանեցին Հորմուզի նեղուցը չեն ուզում բացել ինչ կապ ունի օրինակ Ավստրալիան նեղուցի հետ Հորմուզի իրոք զարմանում ես այդ հայտարարություններից բոլոր ուղղություններով ինքը ստեղծում է լարված վիճակ նորից ասեց որ ՆԱՏՕ-ն վատնա չտվեց ինձ Գրենլանդիան միջ դեր ես ուզում եի վերահսկել Գրենլանդիան ես ասեցի որ իրոք կարողանում է հակառվածնել տալ Իրանը մենակ վերջի 2 օրվա մեջ իրանք լրջագույն հաստրեցին հարվածնեն Բահրեյնում Ամերիկայի ռազմաբազայի վրա կարողացան նավթամշակման գործարանը խոցել նաև Սաուդյան Արաբիայում հիմա մեծ հրդեհ է այնտեղ մեծ թվով ԱԹՍ-ներ դրոններ Միացյալ Նահանգների իրանք խփեցին ու ես ասեցի միայն այս օպերացիայի հետ որը սկսեցին ամերիկացիք իրանց օդաչուին հանեին Իրանի տարածքից փրկարարական այս գործողությունների ժամանակ խոցվեցին 10 Միացյալ Նահանգների ինքնաթիռներ 2 ուղղաթիռ մեծ թվով վիրավորված կան ամերիկացիք զինվորականները ամերիկացիք ի պաշտոնե ճանաչեցին 373 վիրավորված զինվոր ես խոսում եմ ամերիկացիների թվի մասին իրանք ասում են 373 մեր զինվորները վիրավորված են Քուվեյթում ամերիկայի ռազմաբազայի վրա նորից հարվածներ հասցվեցին ես ինչու դա թվարկում եմ Պատերազմը վատ բան է պատերազմը ինչքան էլ ուժեղ չլինեն ամերիկացիք համեմատ իրանցիներին պատերազմը միշտ երբ որ խորանում է բերում է երկու կողմից էլ եւ զոհեր եւ կոռուպցիաներ ու դա լավ բան չի Իդեպ ասեմ ձեզ Դոնալդ Թրամփը խոստում է տալիս սկսել հարվածներ տալ կամուրջների վրա ոչնչացնել կամուրջները Իրանում խոստում է տալիս համակարգերը էլեկտրականության այդ կայանները ոչնչացնել պարոն Կոշտան Եվրոմիության նախագահը խստիվ դատապարտեց ինքը ասում է դրանով դուք փաստորեն ուզում եք պատժել իրանցիներին հասարակ իրանցիներին Մագատեն խստիվ դատապարտեց եւ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները դրա պատճառով որ իրանք Բուշերում ատոմակայանի վրա հարցակում արեցին ուրեմն բարդ իրավիճակ է ստեղծված ու գլխավորը ինչ ինձ մտահոգում է այս Դոնալդ Թրամփի իրար հակասող հայտարարությունները իրար հետևից եւ չգիտեմ ինչու՞ց է պետք ամերիկացիներին դա միգուցե դա էլ նոր տրենդ է քաղաքականության մեջ արտաքին Միացյալ Նահանգների բայց դա ստեղծում է լարված իրավիճակ այդ լարված իրավիճակը բերում է լարված իրավիճակի ամբողջ տարածքով Իրանի դա նշանակում է որ նաև դա ազդում է Հարավային Կովկասի վրա նաև դա ազդում է առևտրի հայ իրանական նաև դա անվտանգային հարցեր է բարձրացնում ամբողջ օրինակ Հարավային Կովկասի տարածաշրջանին Հիմա ես անցնում եմ կարևորագույն հարցին կապված ուղղակիորեն տարածաշրջանին մեր Հարավային Կովկասի Իլխամ Ալիևը պաշտոնական այցով Վրաստանում է պարզ է իրան ընդունեցին ամենաբարձր մակարդակով պարոն Կոբախիձեն վարշապետը Վրաստանի ընդունեց պարոն նախագահ Միխայել Կավելաշվիլին իրան ընդունեցին ու այդ
ընդունելությունների ժամանակ, հետո պաշտոնական հաղորդագրությունները որ տրվում էին, այստեղ հատուկ նշվում էր, որ վրացական կողմը ողջունում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության process է գնում, դա ամբողջ հարավային Կովկասի վրա կազդի, նաև բարձր խոսվեցին վրաց-ադրբեջանական հարաբերությունների մասին, բայց հատուկ վրացական կողմը նշում էր, որ այս հայ-ադրբեջանական խաղաղության process-ը, խաղաղության պայմանագիրը ողջունելի է, Վրաստանը դա ողջունում է ու պատրաստ է իր լուման ներդնել այդ process-ին, բայց ամենահետաքրքիրը այդ այցելության ժամանակ, որ պարոն Բիձինա Իվանիշվիլին հանդիպեց Ալիևի հետ։ Ես ճիշտ ասած այդ այցելությունների ժամանակ պաշտոնական Վրաստան չեմ հիշում, որ Բիձինա Իվանիշվիլի նու գոնե վերջի ժամանակներս ինչ-որ այդ process-ներում լինի, բայց այս անգամ Ալիևի հետ ինքը հանդիպեց ու իրենք ավելի շատ խոսացին հենց երկկողմ հարաբերությունների մասին, այդ ծրագրերի մասին, Ադրբեջանի նավթ, գազ, որը տեղափոխվում է Վրաստանի տարածքով, նաև երկաթգծային ծրագրերի մասին խոսեցին, Ղարս, Թբիլիսի, Բաքու, այստեղ ուշագրավ էր հենց Իվանիշվիլի հետ հանդիպումը։ Իդեպ ասեմ ձեզ, Վրաստանի նկատմամբ ուշադրությունը հիմա աճում է, ես ձեզ ասել եմ, որ Վրաստանի նախագահն եղել է Սլովակիայում մի քանի օր առաջ, պետք է ասեմ, որ նաև Մարկո Ռուբիոն, հիշում եք, հեռախոսազրույց մի քանի օր առաջ ունեցավ Վրաստանի վարչապետի հետ, աճում է հետաքրքրությունը Վրաստանի նկատմամբ, միգուցե այս վերջի զարգացումները նաև մեծացնում են հարավային Կովկասի դերը ու Հայաստանի, Ադրբեջանի հետ խաղաղության process-ի դերը, նաև Վրաստանի դերը, քանի որ երբ որ մենք ասում ենք, որ կենտրոնական Ասիան պետք է Եվրոպայի հետ միավորվի, Դոնալդ Տրամպի ծրագրերը դրա հետ է կապված, պարզ է խոսքը գնում է ամբողջ հարավային Կովկասի մասին եւ Հայաստանով, Ադրբեջանով կոմունիկացիաների մասին եւ Ադրբեջանով Վրաստանով կոմունիկացիաների մասին ու աճեց։ Այդքան աճեց հիմա դերը վերջի ժամանակներս Վրաստանի, որ մի քանի օր առաջ Ռուսաստանի փոխարտգործնախարար հայտնի Գալուզինը հայտնեց, որ մենք պատրաստ ենք նորմալացնել հարաբերությունները Վրաստանի հետ, պարզ է իրանք Աբխազիայի հարավային Օսիայի հարցերը նկատի չունեն, այլ հարցեր Վրաստանն էլ չի համաձայնվի, բայց Ռուսաստանն էլ արձագանքեց այդ հետաքրքրությանը, որը Վրաստանի նկատմամբ կա։ Հիմա մի քանի հարցեր կապված Հայաստանի հետ։ Ղազախստանի տրանսպորտի նախարարը հայտարարեց, որ Ռուսաստանի հետ ոչ մի բանակցություններ չեն գնում, կապված Ռուսաստանի կոնցեսիայի հետ Հայաստանի երկաթգծերի վրա։ Դուք գիտեք, Հայաստանի նախաձեռնությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ ասեց, որ Ռուսաստան փոխանցի քո կոնցեսիան մեր երկաթգծի վրա, օրինակ Ղազախստանին, օրինակ Էմիրատներին։ Հիմա Ղազախստանի պաշտոնյաներին, տրանսպորտի նախարարին հարցրեցին, ինքը ասեց, մենք ոչ մի բանակցություններ Ռուսաստանի հետ չենք վարում այս կոնցեսիայի վրա, Ռուսաստանի, Հայաստանի երկաթգծերի վրա։ Նույնը ասեց մի օր առաջ Ռուսաստանի տրանսպորտի նախարարը, ինքը ասեց, մենք չենք պլանավորում մեր կոնցեսիան, Ռուսաստանի երկաթգծերի կոնցեսիան Հայաստանի երկաթգծերի վրա ինչ որ այլ երկրին տալ ու ոչ ոքի հետ բանակցություններ չենք վարում ու չենք պլանավորում հրաժարվել այդ կոնցեսիայից։ Դա ինչ է նշանակում, որ ապաշրջափակում չի ստացվի մեզ մոտ, եթե մենք այդ կոնցեսիան չխլենք Ռուսաստանից։ Բարիս բուն իմաստով, եթե օրենքի համաձայն, Հայաստանի օրենքների, նաև այդ պայմանագրի համաձայն, չսկսենք խզել պայմանագիրը Ռուսաստանի հետ, կոնցեսիայի պայմանագիրը։ Ես պետք է ասեմ, որ պարզ է, որ անընդհատ Ռուսաստանը բարդություններ է ստեղծում մեր ապրանքների համար, որոնք գնում են Հայաստանից Ռուսաստան վերին լարսով, որոնք մտնում են Ռուսաստանից վերին լարս Վրաստանով գալիս են մեզ մոտ, Ռուսաստանի կողմը միշտ խոչընդոտ է ստեղծում, արդյունքներից մեկ է վերջի ժամանակվա Ռուսաստանի սպառնալիքների, նաև որ հիմա 2000 մոտավորապես 2300 բեռնատար մեքենաներ կանգնած են վերին լարսում ու չեն կարող մտնել Վրաստանի տարածք, որ գան Հայաստան։ Նաև ես ուզում եմ անպայման մի քանի խոսք ասել Լուկաշենկոյի հայտարարության մասին հապկի հետ կապված, քանի որ Հայաստանը ասում է
իդեմս Ալեն Սիմոնյանի, եթե գազի գները, այլ գները բարձրանան Հայաստանի համար, Հայաստանը դուրս կգա եւ հապկից եւ ԵԱՏՄ-ից շատ դիպուկ ճիշտ հայտարարություն էր հայկական Հայաստանի կողմից հնչեցված հենց Ալեն Սիմոնյանի մեր ազգային ժողովի նախագահի կողմից նրան արձագանքեց Լուկաշենկոն ինքը զգուշացրեց նաև Ռուսաստանը որ շատ զգուշ պետք է լինել Հայաստանի հետ Հայաստանը չի աշխատում հապկի շրջանակներում սարեցրելը ու ցանկացած հայտարարություն կարող է բերել հետևանքների պարզ է ինքը վախեցած է նաև ինքը նաև Պուտինը որ հապկից կարող է Հայաստանը դուրս գա ու Պուտինը իրան հուշեց ասա որ մենք բոլորս լինենք այդ մեր հայտարարություններով Հայաստանի նկատմամբ զգուշավոր ու հայ-թուրքական հարաբերություններ դուք գիտեք ինչ որ process գնում է մենք միշտ ողջունում ենք որ ինչ որ դրական հայտարարություններ նույնիսկ Թուրքիայի կողմից մեր նկատմամբ լինում են առանձին դեպքերում լինում են հայտարարություն ի օգուտ Ադրբեջանի որոնք հարցեր են առաջացնում բայց ինչ որ process գնում է Թուրքիայի հետ նաև սահմանի բացման հետ հիշում եք Թուրքիան խոստում են տալիս հունվարին բացել սահմանը կամ ինչ որ դրական փոփոխություններ այդ ռեժիմի հայ-թուրքական սահմանի հետ կապված հետո ասեցին փետրվարին կլինի հիմա լռում են բայց պատկերացրեք որ աշխարհում հետաքրքրությունը հայ-թուրքական հարաբերությունների նորից շատ բարձր մակարդակի է հետաքրքրությունը Deutsche Welle այդ ԶԼՄ-ներ Գերմանիայի շատ ճանաչված, շատ ազդեցիկ նվիրեց հոդված հայ-թուրքական հարաբերություններին, նաև սահմանին ու ինչ կտա սահմանի բացումը եւ Թուրքիային եւ Հայաստանին։ Բայց ցավով պետք է ասեմ, Թուրքիան դեռ չի կարող ինքնուրույն քայլեր անել այդ սահմանի բացման հետ կապված։ Ազդեցությունը Ադրբեջանի այս հարցերում Թուրքիայի վրա շատ մեծ է։ Ու դեռ ինչքան հասկանում եմ, Ադրբեջանն էլ պատրաստ չի, ասենք, համաձայնություն տալ Թուրքիային, որ հայ-թուրքական սահմանը կբացվի։ Ես ստեղ պետք է մեկ բան ասեմ, որ պատմական շանս կա իրոք մեր տարածաշրջանը դարձնել համագործակցության տարածաշրջան ու լավ կլինի եթե մեր հարևանները պատրաստ լինեն ինչքան կարելի է շուտ ես ավարտեցի իմ ելույթը միջ նոր հանդիպումներ